Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Քննարկում ենք առաջին ընթերցման 4-րդ հարցը կառավարության կողմից ներկայացված խաղային գործունեության կարգավորման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և իսկ ներկայացված նախագծերի փաթեթը հիմնական զեկուցող պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյան։ Խնդրեմ, պարոն Գևորգյան։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում խաղային գործունեության կարգավորման մասին օրենքում եւ մի շարք հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը, փորձեմ ասենց ավելի հակիրճ ընդհանրական ներկայացնել, թե ինչ խնդիր ենք ուզում լուծենք եւ ոնց է այս կարգավորումները օգնելու մեզ այդ խնդիրը լուծելու։ Մենք նախկինում ես անձամբ նաեւ այս հանձնաժողովի լսարան օգտագործելով ներկայացրել եմ, որ բավականին լուրջ խնդիր կա ապօրինի խաղատների on-line տիրույթում, դրանց համանախապակման, դրանց գովազդի արգելքների պահպանման, առցանց տիրույթում մի շարք այլ տեսակի գովազդների հարցը կարգավորելու խնդիրներ եւ ներկայիս դարում, երբ ինտերնետի հասանելիությունը բավականին բարձր է Հայաստանի Հանրապետությունում, շատերը ունեն սմարթ հեռախոսներ, իրականում ապահովել, որ ապօրինի խաղատների գործունեությունը պատշաճ կարգավորվում է եւ սահմանափակվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, գործնականում բավականին բարդ է, եթե ոչ գրեթե անհնար։ Մենք միջազգային փորձը եւս ուսումնասիրել ենք ու այս խնդիրը Հայաստանը միայնակ չէ այս խնդրի հետ, ըստ էության օրինակ Գերմանիայի պես կամ Շվեդիայի պես երկրներում բավականին լուրջ խնդիր է ապօրինի խաղատները on-line տիրույթում կարգավորելու հարցը, որովհետև դրանք կարող են լինեն շատ բազմազան, տարատեսակ հնարքներ կարող են օգտագործվել եւ ըստ էության սահմանափակումները միայն որոշակի են էֆեկտիվ, սակայն այս ամենով հանդերձ չի նշանակում, որ վերահսկող մարմինը եւ պետական եկամուտների կոմիտեն շուտի ձեռնարկի որոշակի քայլեր, որպեսզի հնարավորինս սահմանափակի այս ամենի տարածումը, որովհետեւ սա ոչ միայն ֆիսկալ խնդիր է եւ ֆիսկալ հետևանքներ առաջացնող հարց է, այլ քաղաքացիների նաեւ հոգեկան առողջության վրա ազդող հարցեր են, քաղաքացիների պաշտպանվածության, իրավունքների պաշտպանության, մի շարք այլ քրեական տարեր պարունակող հարաբերությունների մեջ ներքաշվելու հետ կապված հարցեր են եւ այս ամենը հաշվի առնելով մենք առաջարկել ենք մի շարք կարգավորումներ։ Ըստ էության կարգավորումները ես կբաժանեմ 3 հիմնական խմբի։ Առաջինը դա ներկայացնեմ ինտերնետի սահմանափակումները, այսինքն on-line տիրույթում կայքերի սահմանափակումների հետ կապված որոշակի հարցեր։ On-line տիրույթում կայքերի սահմանափակումները իրականացվելու են հեռահաղորդակցության օպերատորների միջոցով։ Նման կարգավորում այսօր էլ մեր օրենսդրությունում կա, գործում է, սակայն ընթացակարգը, որով որ այդ արգելափակումները պիտի կատարվեին, բավականին ծանր ընթացակարգ է, գործում է միջգերատեսչական հանձնաժողով, այդ հանձնաժողովը նախագահում է բնականաբար լիազոր մարմնի ղեկավար կամ ղեկավարի տեղակալ, այսինքն հանձնաժողովը ինչ-որ պարբերականություն պիտի հավաքվի, քննարկվի այն կայքերի ցանկը, որը որ պետք է արգելափակվի, այդ կայքերի ցանկը պիտի հաստատվեն, այսինքն հանձնաժողովը հատհատած ուսումնասիրում է, դրանից հետո նոր այդ կարգերը ուղարկում են օպերատորներին եւ նոր տեղի ունեմ սահմանափակումը, կարող եք պատկերացնել, որ այդ process-ը արագ չէ եւ մինչեւ մենք ասենք այդ հանձնաժողովի կազմը բավականին ներկայացուցչական պաշտոնյաներ են, մինչեւ հատհատ ուսումնասիրում են, այդ ընթացքում նոր կայքեր են բացվում, այնպես որ այս կարգավորումը իմ կարծիքով այսօրվա արագությունների պարագայում բացարձակ ոչ ռելևանտ է եւ ինչ ենք մենք առաջարկում փոխարեն կստեղծվի on-line ռեսուրս, on-line հարթակ, որում ոչ միայն վերահսկող մարմինների լիազորությունների շրջանակում այլ նաև այլ գործընկեր կառույցներ կկարողանան ավելացնել այն ապօրինի կայքերը, որոնք ենթակա են արգելափակման, այդ on-line ռեսուրսը հասանելի կլինի նաև հեռահաղորդակցության օպերատորներին եւ այնտեղ հայտնվելու պարագայում օրերի ընթացքում մենք ակնկալել ենք, որ հեռահաղորդակցության օպերատորները տվյալ կայքերը արգելափակեն։
Այստեղ բալանսավորված է որոշակիորեն այս ամենը, քանի որ այդ on-line ռեսուրսին հասանելիություն կունենան նաև այլ պետական մարմիններ, միգուցե նաև բանկերին հասանելիություն տանք, միգուցե նաև մեր լիցենզավորված կազմակերպիչներին հասանելիություն տանք, ովքեր իրականում շահագրգռված են, որ ապօրինի չլիցենզավորված կայքերը չգործեն Հայաստանում, իսկ լիցենզավորված կայքերը դրանք եւս հաստատման ենթակա սահմանափակ քանակով կայքեր են, այսինքն որոնք որ թույլատրված են դրանք հստակ են եւ ցանկացած թույլատրված կայքերի ցանկում փոփոխություն լիազոր մարմնի եւ վերահսկող մարմնի հետ համաձայնության ընթացակարգով է անցնելու, իսկ որոնք որ այդ ցանկում չեն, ըստ էության բոլորը արգելված են, միակ հարցը մնում է դրանք հայտնաբերել պատշաճ ընթացքով եւ արգելափակել։ Դա ինչ վերաբերվում է հեռահաղորդակցության օպերատորների հետ աշխատանքին։ Երկրորդ խումբը, որ կարծում եմ ոչ պակաս կարևոր է, դա ֆինանսական համակարգի, վճարաշվարկային համակարգի հետ կապված հարաբերություններն են, որտեղ եւս սահմանում ենք արգելք եւ ֆինանսական կազմակերպությունը այսօր պարտավորություն կունեն օրենքով արգելափակել այն գործարքները, որոնք կլինեն այդ ծեր ցանկում կայքերի հետ կապված փոխանցումներ։ Լիազոր մարմինը այո այսինքն համ խաղադրույք կատարել, համ խաղադրույքների շահումները ստանալու հետ կապված հարաբերությունները պետք է կարգավորեն։ Այստեղ իհարկե կուզեմ նշել, որ օրինակ եթե այդ խաղատները իրենց վճարային տերմինալները on-line տիրույթում գրանցեին իրապես որպես խաղատուն, շատ հեշտ կլիներ հարցը լուծել, բայց շատ դեպքերում դա այդպես չէ, օգտագործվում են ֆիզիկական անձանց հաշիվներ, այդ հաշիվները սև շուկայում առողջարքի ենթակա տվյալներ են եւ ըստ էության կարող է հազարավոր ֆիզիկական անձանց սովորական մարդ, այսինքն քաղաքացին հաշիվ է բացում, այդ հաշիվը վաճառում է ինչ-որ մեկին, ու այդ ինչ-որ մեկը արդեն տիրապետում է, տնօրինում է այդ ֆիզիկական անձի հաշիվը։ Եվ ըստ էության ստացվում է, որ ֆիզիկական անձի հաշիվներով մեծ ծավալների շարժ է տեղի ունենում, որը կապ չունի տվյալ ֆիզիկական անձի հետ։ Սա եւս այս կարգավորների շրջանակում փորձենք բացահայտել եւ արգելափակել, բայց հասկանալի է, որ այդ այն ծավալի տվյալներ են, որ լիազոր կամ վերահսկող մարմինը իր օպերատիվ կամ ընթացիկ հսկողական գործունեության ընթացքում ամբողջությամբ չի կարող բացահայտել, դրա համար մեր բանկային համակարգի գործընկերների հետ համագործակցելու ենք, որպեսզի իրենց համակարգերում եւս որոշակի պարամետրեր այնպես կարգաբերվեն, որ նման գործարքները դիտվեն որպես կասկածելի եւ ենթակա լինեն արգելափակման։ Ըստ էության, այս հարցին լավ կարգավորում ողջ աշխարհում եւս չի գտնվել եւ որոշ երկրներում սա ուղղակի քրեական հանցագործություն է համարվում, այսինքն թե հաշիվը վաճառողը, թե հաշիվը գնողը պետք է հասկանան, որ քրեական հանցագործություն են կատարում։ Հայաստանում այս հարաբերությունը պատշաճ քրեական օրենսգրքով կարգավորված չէ եւ այս օրենսդրական փաթեթով դա չենք առաջարկել, բայց ես ազգային ժողովի քննարկմանը նաեւ առաջարկի որ ազգային ժողովը քննարկի նմանատիպ ավելի խիստ կարգավորումներ, ընդհանուր մինչև քրեական կարգավորումներ նախատեսելու նպատակահարմարությունը։ Երրորդ մակարդակը դա գովազդին է վերաբերում, որովհետև թեև կայքերը կարգելափակվեն, վճարումները որոշակիորեն կարգելափակվեն, բայց կարծում եմ ամենալուրջ խնդիրը իրականում գովազդն է, որ եթե մարդը ուղղակի on-line տիրույթում չկարողանա տեսնել այդ բրենդը, ճանաչելի չլինի իր համար այդ կայքը եւ այլն, կամ օրինակ որոնողական համակարգերում, երբ որ որոնում անեն չգտնեն այդ կայքերը, շատ ավելի մեծ է հավանականությունը, որ այդ կայքերում խաղադրույքներ կատարելը քանակը էականորեն կնվազի։ Շնորհակալություն։ Եվ եւս մի գովազդի մասին օրենքով կարգավորում ենք նախատեսել, որով առաջարկել ենք հստակ կարգավորել, թե առցանց տիրույթում գովազդը կամ առցանց տիրույթում այդ գովազդը վաճառողները ովքեր են, դրանք ինչ հարթակներ են եւ ինչ սահմանափակումներ են իրենց վրա գործում։ Այստեղ իրականում գործ ունենք հիմնականում համաշխարհային կազմակերպությունների, ինչպիսիք օրինակ Google-ն է, իրենց հետ եւ մենք արդեն իսկ ինչեւ օրենքի կարգավորումները ուժի մեջ կմտնեն, որոշակի գրագրություն ենք սկսել կազմակերպության հետ, մեր ԱՄՆ-ի մեր դեսպանության միջոցով այդ թվում եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շրջանակներում, որպեսզի գործընկերների հետ փորձենք որոշակի ըմբռնում ձևավորել, որ Հայաստանում տվյալ տեսակի գովազդները արգելված են եւ
այս կարգավորումները ուժի մեջ մտնելուց հետո շատ ավելի հստակ կարգավորված կլինի, որ օրինակ Google Ads-ի կողմից Հայաստանը թիրախավորել է խաղային գործունեության իմաստով արգելված գործունեությունը։ Եվ սա շատ ավելի հստակ կարգավորում կլինի եւ իրական հիմք կլինի իրանց համար եւս նման գործունեությունը Հայաստանում դադարեցնելու համար։ Բացի գովազդային խոշոր հարթակների հետ հարաբերություններից նաև վարչական իրավախախտումների մասին օրենքով կարգավորել ենք մեկ այլ հարաբերություն, երբ օրինակ ոչ մի պատշաճ գրանցում չունեցող ֆիզիկական անձիկ on-line տիրույթում տարբեր ձևերով կատարում են խաղատների գովազդ կամ խաղերի գովազդ, վիճակախաղերի կամ կազինոների գովազդ։ Օրինակ ունենք նման երևույթ, որ YouTube-ում կամ Telegram հարթակներում կարող եք տեսնել ասես կոչված սթրիմերներ, ովքեր խաղում են ինչ-որ խաղ, այդ խաղը նկարվում է եւ հեռարձակվում է։ Այսօրվա կարգավորումներով ըստ էության ոչ մի գործիքակազմ չունենք այդ մարդկանց կարգի բերելու, որում դա տեղի ունում հայերեն լեզվով, Հայաստանի տարածքում շատ դեպքերում դեմքը, այսինքն գիտենք գովազդ չէ, բայց գործունեություն իրականացնում եւ այս կարգավորման շրջանակում եւս որոշակի տուգանքներ է սահմանվում բավականին բարձր 10 միլիոն դրամի չափով նման գործունեությունը կասեցնելու համար։ Չէ, ըստ էության այդ մարդիկ չգրանցված բարդ հայտնաբերելի անձիկ են ու եթե գնանք հարկերի տեսանկյունից այդ հարցին մոտենանք, նշանակում լայնածավալ օպերատիվ ու քննչական աշխատանք պետք է անենք, որպեսզի այդ մեկ ֆիզանձի ֆինանսական շարժերը, գործարքները ամբողջությամբ հիմնավորենք եւ տանենք հարկային օրենսգրքի շրջանակների միջոցով։ Եթե դժվար հայտնաբերելի են, ո՞նց ենք տուգանելու։ Տուգանքի տեսանկյունից եւ ֆիզիկական անձին կարելի է հայտնաբերել, բայց հետո ֆիզիկական անձի հետ կապված քննչական ու օպերատիվ գործողությունների ծավալը, որպեսզի ապացուցենք, որ իրականում քրեական հանցագործություն է տեղի ունեցել, մանավանդ հաշվի առնելով վերջին հարկային օրենսգրքի եւ քրեական շրջանակի փոփոխությունները, ապա քրեականացման որոշակի տարեր կարող է ոչ նպատակահարմար լինել։ Հարկային հետևանքը դրա կարող է շատ փոքր լինել իրականում, բայց մեր խնդիրը հարկային հետևանքը չէ, այլ բուն ապօրինի գործունեության դիմացը կանգնացնել այդ գործընթացը։ Մի խոսքով դա է ընդհանուր գծերով այն օրենսդրական կարգավորումը, ունենք նաև մի շարք տեխնիկական շտկումներ, օրինակ ստուգումների մասին օրենքով լիցենզիայի պայմանների ստուգման շրջանակում հսկիչ գնում կատարելու լիազորություն չկար, հիմա դա ավելացնում ենք, որովհետև ոչ մի տարբերություն չկա, այդտեղ մենք այսօր էլ ենք անում որոշակի այլ տրամաբանությամբ հաշվի առնելով, որ խաղային վերահսկող լիցենզիայի պայմանների վերահսկող մարմինը եւ պետական կամուտների կոմիտեն մի մարմին է եւ ունի տարբեր գործիքներ, նմանատիպ տեխնիկական շտկումներ կան։